Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասիան։ Ով է։ Նա այն մարդն է, ով ինձ այնտեղ տարավ։ Նա հոգ է տարել իմ մասին։ Ես կարծում եմ, որ հենց նա է վճարել իմ վիրահատության համար։ Արդյունքում ես կարողանում եմ լսել։ Միայն հիշում եմ, որ նա ասում էր. Ես քեզ կփրկեմ։ Ուրիշ էլ ոչինչ չեմ հիշում։ Չեմ հիշում։ Չեմ հիշում։ Չեմ հիշում։ Հանգստացիր, հանգիստ։ Դու չես կարող ամեն ինչ միանգամից հիշել։ Բնական է, որ որոշ բաներ ջնջվել են հիշողությունիցս, բայց կամաց հիշողությունդ կվերականգնվի եւ մենք կիմանանք, թե իրականում քեզ հետ ինչ է պատահել։ Այդ մարդը շատ քնքուշ էր իմ հանդեպ։ Լավ, հանգստացիր, հանգիստ։ Եվ նա ասում էր, որ ինձ կփրկի։ Լավ, հանգիստ, այսօրվա համար այսքանը հերիք է։ Հանգստացիր, այդ ցավը շատ ուժեղ է եւ մենք կամաց կաշխատենք դրա վրա։ Քեզ մոտ շատ լավ է ստացվում, հանգստացիր։ Հանգստացիր։ Բուժքույր, ես վերջացրեցի, դուք կարող եք տանել նրան։ Ինչու այդպես վարվեցիր Տեոբալդո։ Իմ այս փոքրիկ մակետը սարքելու վրա ես այնքան ժամանակ եմ ծախսել։ Բավական է լավ լինես աղջիկա նման, որովհետև սա պարզապես աղբ է։ Ինչպես մեր արած ամեն ինչը։ Միակ լավ բանը իմ կյանքին որդին է, բայց ցավոք սրտի նայել հորս նման է։ Տեոբալդո, դու չես կարող շարունակել նման ձևով խմել։ Հանգիստ թող բռոմելա։ Որդիս չես ուզում խմել այն երեխայի կենացը, որին ինն է պատրաստվում ունենալ քեզանից։ Լավ կանես դուրս եղես սենեկացայ։ Եթե ալկոհոլը իշխում է, քեզ հիանալի է, բայց ես չեմ պատրաստում թույլ տալ քեզ, որ հանդիպումներին նման ձևով ներկայանաս։ Դու չես կարող ինձ հրամայել։ Վերջ տվեք, բավական է։ Ես արդեն հոգնում եմ այս տարաձայնություններից։ Ես ուսախապ, խորտակված մարդ է, երբ Սանտիագոնից ձեռք մեկնեց եւ հնարավորություն տվեց նոր կյանք սկսելու։ Նայիր նրան, դու պետք է հպարտանաս նրանով։ Ախալել է այն կնոջը, որը ինձ էր պատկանում։ Նա քո կինը չէ, քո կինը Ագրիպինան է։ Գնահատի այն ինչ ունես։ Ինչ է քո ուզածը։ Ուզում ես ապացուցել հայրիկին, որ նա իրավացի է։ Ուզում ես ոչնչություն դառնալ։ Հարբեցող։ Ոչ, ես չեմ պատրաստվում այստեղ մնալու սպասել, թե ինչպես է քամին հանգցնում այդ մոմը, իսկ Մակոն էլ դադարում է ինձ սիրել, եղավ։ Հիանալի է, բայց միակ բանը, որ կարող ես անել, սպասելն է։ Չեմ կարող եւ չեմ ուզում։ Ես կպատրաստեմ ճամփուկս եւ դու ինձ կտանես այնտեղ։ Բայց ուր եթե չգիտես, թե որտեղ են գտնվում։ Լավ, ես կպարզեմ հասենից, դու էլ ինձ կտանես։ Ոչ, Գոյիտա, ոչ, չեմ կարող, դու տես ինչ։ Իմ մեքենան լավ չի աշխատում, շարժիչը լավ չի աշխատում, հասկանում ես։ Կապ չունի, կարող ենք ավտոբուսով գնալ։ Ոչ, Գոյիտա, ես չեմ կարող։ Ես պետք է մաքրեմ հյուրասրահի գորգը, հասկանում ես։ Դու խաբում ես։ Հյուրասրահում ոչ մի գորգեր չկա ու այլ պատճառաբանություններ էլ մի փնտրիր։ Եթե դու ինձ այնտեղ չտնես, դու մարդասպանի մեղսակիցը կլինես։ Ինչ։ Ո՞վ է մահանալու։ Ես տխրությունից կմահանամ, եթե Մակոին չտեսնեմ։ Լավ, հիանալի է, Գոյիտա, հիանալի է։ Ես քեզ կտանեմ այնտեղ։ Այո, հիանալի է։ Ուրեմն գնամ իրերս հավաքեմ, իսկ հետո կարող ենք գնալ, այո։ Մայրիկ ինչու ես լալիս, որովհետև Աուրելիոն տանից հեռացել է, բայց նա ինձ ասաց, որ քեզ սիրում է աստղերի ու ամպի չափ։ Շնորհակալ եմ, սերի։ Եվ որ նա քեզ շատ է սիրում։ Շնորհակալ եմ, գեղեցկուհիս։ Դե լավ, մահացածները երկու հոգով քիչ կլինեն, ես ու Գոյիտան,
Որովհետև իմ սիրտն էլ մահանում է քեզ համար, Աուրելիո։ Ոչ կերը, այս դեպքը ամբողջովին տարբեր է, հասկանում ես։ Ես չեմ պատրաստվում նահանջել։ Անաստասիան այս ամենի հետ կապ չունի։ Եվ ոչ էլ Գոյիչան հասկանում եք, որովհետև նրանք այդ տանիցալ Սելիկայի հերթական զոհերն են եղել։ Իսկ մայրդ։ Եթե մոտենաս ճշմարտությանը եւ ինձ նման հայտնաբերես, որ մայրդ է մարդասպանը, Ինչպես Դիսնեյի աշխարհում ոչ մի թերություն չես տեսնի։ Այնպես էլ չես տեսնի այն ինչի մասին որ խոսում ես։ հեանալի է, ուրեմն ենթադրենք Յոլանդան չէ, այլ մարդասպանը քույրերդ են կամ մորաքույրդ, ասենք լիա։ Դե եթե ուզում ես ես կարող եմ քեզ մարդկանց անունների ցուցակ տալ։ Դու կարող ես հերթով թվարկել։ Ոչ, սպասեք։ Հանգիստ Մակո, հանգիստ։ Քերես այստեղ ոչ ոքի էլ չի մեղադրում։ Իսկ դու քերը ինչու միանգամից գործի էությանը չես տեսնում։ Միանգամից ասա։ Այդ կինը կամ տղամարդը աննորմալ է, որովհետև նա սիրում է սպանել ընտանիքի անդամներին։ Երբևէ տեսել ես, որ սպանի որևէ մեկին, ով այդ ընտանիքից չէ։ Ոչ, անկեղծ ասած ոչ։ Իհարկե ոչ։ Եվ չեք տեսել, թե ով է նա։ Նշանակում է, նա Բորովսկի է։ Արկածախնդիր ու խորամանկ։ Նա զգացմունքներից զուրկ է, բախ չունի։ Նրան բոլորովին չի հետաքրքրում, թե նա կսպանի մորը, քրոջը, զարմիկին, պապիկին, ընտանիքից ցանկացածին։ Որովհետև նա ատում է մեզ բոլորից և չի երկմտի, երբ որոշի ձեզանից մեկին էլ այն աշխարհը ուղարկել։ Ողջույն։ Ինչպես եք պարոն Օվիդիո։ Հիանալի բժիշկ։ Այսօր մեզ մոտ շատ առաջընթաց է։ Ալեքսանդրան ինձ ասաց, որ նրան այստեղ Վալենտինո Ալֆոնսոն է բերել։ Դուք կատակում եք ինչ է։ Ոչ, ես նույնպես տպավորված էի։ Ալեքսանդրան ինձ ասաց, որ ոմն Վալենտինո Ալֆոնսոն է իրեն այստեղ բերել։ Un tal Valentino Alfonso. Վալենտինո Ալֆոնսո։ Սանտիագոն ավելի լավ տնօրեն է, քան մեզանից յուրաքանչյուրը։ Նա անգամ մեր հորից էլ է լավը։ Այո, նա այնքան լավն է, որ ինձնից խլել է իմ կնոջը և որդուն, որովհետև այդ երեխան կարող էր իմ որդին լինել իմը։ Բալդո խմելը քեզ վնաս է տալիս, խնդրում եմ արի այստեղից դուրս գանք։ Արի ինձ հետ։ Ներիր հայրիկես օրեղբայր։ Նա իրոքան ճանաչելի է դարձել։ Ցավում եմ, որ մենք նրան այս վիճակում տեսանք։ Lamento que lo hayamos visto en ese estado. Հագիստ եղիր, տղաս։ Դու կարող ես այնպես անել, որ նա իրեն լավ զգա, Սանտիագո։ Հետ տուր նրան իր դիրքը եւ կտեսնես, թե նա իրեն ինչ լավ է զգում։ Ճիշտ է, լավ գաղափար է, Բրոմելիա։ Շնորհակալ եմ խորհրդի համար, բայց ես գիտեմ, թե ինչ եմ անում։ Իմ փոքրիկ մակետը։ Լավ, կարծում եմ մենք այլևս չենք կարող շարունակել այս հանդիպումը, քանի որ հիմա իմ մակետը ոչնչացված է։ Ես չեմ կարող նախագծերը ձեզ ցույց տալ։ Դուք ինձ պետք է մի որոշ ժամանակ տաք, որպեսզի մեկ այլ մակետ պատրաստեմ։ Միան հանգստացիր օրեղբայր։ Այնքան ժամանակ կտամ քեզ, որքան որ հարկավոր է։ Շնորհակալ եմ, Սանտիագո, շնորհակալ եմ։ Ինձ բոլորովին չի հետաքրքրում այն խոչընդոտները, որ ինչի սիրող մարդիկ առաջացնում են։ Ճիշտ է, Սանտիագո։ Ես ոչ մի բանականի մասին ոչինչ չգիտեմ, իսկ այդ մարդն այնպես է արել, որ նա հայտնվի այստեղ, նրա լսողությունը վերականգնելու համար վիրահատության ծախսերը նա է հոգացել։ Ես ճշտել եմ ու պարզել, որ նա հենց այն մարդն է, որը կատարում է բոլոր վճարումները։ Բայց դա անհնար է, որովհետև այդ մարդը մահացել է։ Նա որևէ այլանուն չի տվել բժիշկ, որևէ այլանուն։ Ոչ։ Ես ուզում եմ իմանալ, թե այդ կինն ով է։ Ինչ կապ ունեք դուք նրա հետ։ Ով է այդ Վալենտինո կոչեցյալը։ Կանոն ինչի է նա նրան պաշտպանում։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ։ Լսիր հայրիկ, ես պետք է տեսնեմ Մակոին։ Օգներ ինձ Յոլանդա, դե ասա ինձ որտեղ է գտնվում քո եղբայր Ֆակունդոյի ագարակը։ Ուզում եմ գնալ այնտեղ ու շուտ վերադառնալ, երդվում եմ։ Ոչ, սիրելիս, դու չես կարող մենակ այնտեղ գնալ, որովհետև շատ հեռու է։ Բարև ձեզ, ներեցեք, որ հենց այսպես ներս եկա, բայց ես ուզում եմ խնդրել, որ թույլ տաք Գրեգորիային հանդիպել Մակոին։ Ես կարող եմ նրան այնտեղ տանել։ A Gregoria para ir a ver a Mako, eso le va a hacer bien. Y yo me comprometo a llevarla.
Իսկ դու այնտեղ ինչ ես անելու։ Դու հանդիպելու ես իմ որդուն, չէ։ Դե այո, բայց ոչ թե ձեր մտածածի պատճառով ոչ, պարզապես ես ուզում եմ խոսել Աուրելիոյի հետ եւ ասել նրան, որ ինձ թվում է, որ Ալեքսանդրան հայտնվել է։ Ալեքսանդրան հայտնվել է, համոզված ես աղջիկս։ Դե պարոն Տոնի, միթե չլսեցիք, ասացի, որ ինձ թվում է, որ նա հայտնվել է, միայն այդքանը։ Ես պարզապես ուզում եմ խոսել նրա հետ եւ տեսնել, թե նա ինչ է կարծում այդ մասին։ Իսկ դուք կարող եք ինձ ասել, թե ինչու եք հետաքրքրված իմ հիվանդով։ Այո։ Ես սիրում եմ նրան բժիշկ։ Ես ձեզ կբացատրեմ ամեն ինչ։ Բարև ձեզ։ Այո։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Պաստորեն ես չես սխալվում, քանի որ քո ներկայությունը այստեղ ինձ հուշում է։ Ավելին քան ես կարծում ու կասկածում էի։ Pero mucho más de lo que yo esperaba. Տոնի, սերաստո, ես դեռ կարծում եմ դա լավ միտք չէր, որ դու Անաստասիային թույլ տվեցիր Կոիտայի հետ գնալ Մակուին հանդիպելու գործարանի փոքրիկ ինքնաթիռով։ Բայց ինչու ոչ, ինչու, հանգստացիր, նստիր։ Յոլանդա, միակ լավ բան այս կյանքում հաճելի հիշողություններն են։ Մնացածը որդերի բաժին է։ Բայց ինչ է պատահել, սիրելիս, ինչու ես այդպես խոսում։ Այսօր մենք պետք է բժշկի մոտ գնանք։ Վախենում եմ, Յոլանդա, վախենում եմ, որ այսօր կարող է ինձ ասել, որ վիրահատությունը չի օգնել, որ իմ վիճակը լավ չէ, որ ինձ հաշված օրեր են մնացել։ Ոչ, սիրելիս, դա չի պատահի Աստծո սիրուն։ Դու քեզ հիանալի ես զգում, չէ։ Դու այնպիսի զգացողություն չունես, չէ, որ երիկամը լավ չի գործում Տոնի։ Ոչ, բայց ես այստեղ ներսում ինձ վատ եմ զգում։ Այդ պատճառով ես Անաստասիային թույլ տվեցի, որ նա Կոիտային տանի հակառակ։ Որովհետև ինձ ցավ է պատճառում, երբ նրան այդպես եմ տեսնում։ Այդ աղջիկը առանց այն էլ շատ է տառապել, իսկ եթե կյանքս այս շաբաթ ավարտվի, ես ուզում եմ հեռանալ համոզված լինելով, որ մի փոքր երջանկացրել եմ Կոիտայի։ Սիրելիս։ Ոչ, խնդիրը նրանում է, որ ես հոգնել եմ։ Անկասկած Անաստասիան է քեզ այստեղ ուղարկել, որովհետև չհավատաց ինձ։ Ոչ, այդ ես եմ զբաղվում այրված կնոջ դատական քննությամբ։ Այրվածքին։ Այո, մի կնոջ, որին վիրահատել են, որպեսզի վերականգնեն լսողությունը։ Իսկ վերջերս էլ տեղափոխել են այստեղ։ Ու ինչպիսի զուգադիպություն, որ քեզ եմ այստեղ հանդիպում վիդեո։ Ինչպես ինքդ ասացիր, դա պատահականություն է, որովհետև ես այստեղ բուժվում եմ։ Ճիշտ է, բժիշկ։ Այո։ Ես քեզ հավատում եմ։ Բայց անգամ եթե այստեղ ես բուժվում, դա ամենևին էլ չի նշանակում, որ տիկին Ալեքսանդրա Բալբուենան այստեղ չէ։ Տիկին, միթե չհոգնեցիք։ Մենք ժամերով մի բանի մասին էինք խոսում։ Ոչ, դուք իսկական խելագար եք։ Ես ձեզ բազմիցս ասել եմ, որ ձեր հարցերին չեմ պատասխանելու, դա որոշված է։ Ինչպես թե այս երեխան Սանտիագոյինը չէ։ Բայց ինչ պնդաճակատն եք գրողը տանի։ Լսիր փողոցայինի մեկը։ Դեռ ոչ ոքի չի հաջողվել ինձ հիմարեցնել։ Ինչ որ բան թաքցնում ես։ Ես ձեզ բացահայտ ասացի, թե այս հարաբերության վերջին ինչ է լինելու։ Ցավոք սրտի, դուք իմ սկեսուրն եք դառնալու, բայց ես ձեզ թույլ չեմ տա ինձ ստորացնել։ Դու չգիտես, ես իսկական իտալուհի եմ եւ ոչ ոք ինձ չի հիմարեցնի։ Ես քեզ գիտեմ, այդ ճագարիկ եւ այդ երեխան, որ դու սպասում ես այլ տղամարդուց, այլ ոչ թե իմ որդուց, Սանտիագոյից։ Եվ հնարավոր է, որ դա լինի պարոն Տոնիի որդին։ Այդպես կարող էր ավելի լավ լինել իմ ամուսնու համար։ Լսեք, ես արդեն հոգնեցի այս ամենից եւ մտապահեք, որ ես եւ դուք հիմա հավասար ենք, որովհետեւ նրանք պետք է որ ձեր անցյալը փոխած լինեին այս ընտանիքի անդամը դառնալու համար, այդպես չէ։
Բրավո, բրավո, բրավո։ Հիմա ինչ ես ուզում ասել, որ մենք նման ենք իրար, հա? Որ ես ամուսնացել եմ Տեոբալդոյի հետ, որովհետև երեխայի էի սպասում ուրիշ տղամարդուց։ Լսեք, ես կարող եմ ԴՆԹ-ի թեստ հանձնել եւ դուք կհամոզվեք, թե ով է որդուս հայրը։ Իսկ դուք ինչպես կարող եք բացատրել Տեոբալդոյին եւ մյուսներին, թե ինչպես է ստացվել, որ Օվիդիոն թուխ է։ Տարօրինակ է, չէ՞։ Դուք պետք է ներեք ինձ, բայց ես պետք է խնդրեմ, որ հեռանաք։ Ձեր փնտրած կինն այս հաստատությունում չէ։ Ես պետք է բուժումը շարունակեմ իմ հիվանդի պարոն Օվիդիոյի հետ։ Հիանալի եմ։ Ես կգնամ։ Բայց ինձ թվում է, որ դուք ինչ-որ բան գիտեք եւ թաքցնում եք։ Ես ձեզ իմ այցեքարտը կտամ, զանգեք ինձ, եթե կարողանաք հանկարծ ինչ-որ բան հիշել։ Ձեր թույլտվությամբ։ Շատ շնորհակալ եմ, բժիշկ։ Շնորհակալ եմ։ Դուք պետք է այս հարցում օգնեք ինձ։ Ես սիրում եմ այդ կնոջը։ Եվ չգիտեք, թե որքան երախտապարտ եմ ձեզ այդ ամենի համար։ Պարոն Օվիդիո, ես պրոֆեսիոնալ եմ եւ հենց նոր անամոթաբար ստեցի մի այնպիսի պատճառի համար, որն ինձ անհայտ է։ Եթե դուք ինձ չբացատրեք ու չապացուցեք, որ մենք ճիշտ ենք վարվում, ես կզանգահարեմ ոստիկանություն եւ նրանց կպատմեմ ամեն ինչ։ Լավ։ Կոնկրետ ինչ եք ուզում իմանալ։ Ուզում եմ իմանալ, ինչու են բոլորն այդ կնոջը փնտրում։ Ես ուզում եմ նրան փրկել, եթե արդեն ամուսնացած եք նրա քրոջ հետ։ Եվ ինչու եք ցանկանում թաքցնել նրան բոլորից։ Բանն այն է, բժիշկ, որ ես այդ կնոջը շատ վաղուց եմ սիրում։ Պարզապես ես ստիպված էի ամուսնանալ, քանի որ դա պապիս հերթական ծուղակներից մեկն էր։ Una trampa creada por mi abuelo. Իսկ հիմա ինչն է փոխվել։ Sí. Այո, ես ասացի, որ սիրում եմ Ալեքսանդրային։ Եվ աղաչում եմ, աղատում եմ, որ այդ մասին ոչ մեկի չասեք։ Բարոյական կին, հարգիր ինձ, որովհետև ես բարձրաստիճան տիկին եմ։ Չհամարձակվես դիպչել ինձ, որովհետև ես բարձրաստիճան տիկին չեմ։ Ընդունում ես դա անամոթի մեկը։ Ես մի հասարակ եւ աղքատ կին եմ, բայց ունեմ սարսափելի անցյալ։ Դու պատկերացում անգամ չունես, թե ինչերի միջով եմ անցել, բայց հիմա ինձ միայն իմ ապագան է հետաքրքրում։ Այո, ինչպիսի ապագա, միլիոնատիրոջ, իսկապես, դու իմ ընտանիքի հետ այդպես վարվեցիր փողերի համար եւ այնպես արեցիր, որ իմ տղան Սանտիագոն հակամարտության մեջ մտնի իմ ամուսնու Տեոբալդոյի հետ։ Ես միայն ուզում եմ լավ մայր եւ Սանտիագոյի համար լավ կին լինել, այնպես որ նա հետո ուրիշ կանանց վրա չնայի։ Լավ կանես դու էլ նույնն անես տիկին։ Ինչպես կարող ես դու ինձ խորհուրդ տալ, ինչպես ես համարձակվում նման ձևով խոսել։ Գիտես, թե ինչ ես ինձ համար, մի մեծ ձուկ, մի անդուրի մեկը, որ նահավոր է բուրում, քեզնից սիրտս խառնում է։ Ես կյանքումս շատ վատ բաներ եմ տեսել։ Ես հոգնել եմ այս ընտանիքից, որովհետև բոլորն այստեղ անընդհատ քննադատում են ինձ, բայց ձեզնից եւ ոչ ոք իրավունք չունի ինձ ոչինչ ասել, որովհետև դուք բոլորդ էլ մութ պատմություններ ունեք։ Ավելի լավ է ինձ հանգիստ թողնես տիկին։ Ես էլ քեզ հետ գործ չեմ ունենա, պարզ է։ Գրողը տանի։ Ինձ էլ թվում էր, թե ուր որ եք ազատվենք այս անառակից։ Ես ուզում եմ Ալեքսանդրային այստեղից դուրս տանել։ Մենք պետք է որոշ բաներ անենք, դա այնքան էլ հեշտ չէ։ Նախ եւ առաջ մենք պետք է փորձենք լավացնել նրա դեմքը, հենց որ նրա նախկին տեսքը վերականգնվի, կսկսենք աշխատել նաեւ հիշողության վերականգնման վրա։ Ես մտածում եմ նրան մեկուսացնել, հեռու տանել։ Այո, բայց նրան խնամող քույր է անհրաժեշտ։ Նա չի կարող մենակ գլուխ անել այդ ամենից։ Բացի դա նա այժմ գտնվում է խիստ խնամքի տակ։ Հիանալի է, հասկանում եմ, գիտեմ, ես կարող եմ անել այն ինչ պահանջվի, ուրեմն երբ կարող եմ նրան ինձ հետ տանել։ Պարոն Օվիդիո, մի մոռացեք, որ դուք պետք է հանգիստ լինեք։ Բայց բժիշկ, դա պետք է լինի որքան հնարավոր է շուտ, Անաստասիան սպառնում է այս գործով, ու եթե նա այստեղ գա իր քրոջը տեսնել, դուք չեք կարող դա շղթել։ Ես պետք է այդ մասին խոսեմ հաստատության տնօրենի հետ, սակայն ուզում եմ, որ իմանաք, որ իմ տնօրենի հետ խոսելը ոչինչ չի երաշխավորում։ Կարծում ես նրանք կուրախանան մեզ տեսնելով, Անաստասիա։ Եթե բարկանան, նրանք երկու բան կունենան անելու, Գոյիտա։ Նախ կբարկանան, իսկ հետո նորից կուրախանան։
¿Y cómo explico lo que siento? Se me enreda hasta el aliento cada Սիրելիս, vez que tú սիրելիս te ահա երկես։ todo el mundo se despeja. Porque mi amor cabe perfecto entre tus manos. Se hace pequeño el calendario cuando tú estás. Cuando tú estás. Շնորհակալ եմ թորնիկը, շնորհակալ եմ։ Ձեզ մի բան պիտի ասեմ։ Սանտիագոն Վիոլետան ինձ մոտ էր բերել հղիության ստուգումներ անցկացնելու համար։ Ես ամեն ինչ քո ասացի պես արեցի։ Ինձ դա դուր է գալիս հոգ տար այդ կնոջ եւ թորանս մասին եւ ինձ մանրամասն կպատմես ինչպես է ընթանում հղիությունը, լավ։ Իհարկե, պապիկ։ Իսկ ինչպես է տոնի, որքիս ես անհանգիստ եմ, որովհետև նա կարծում է, թե պատվաստածը չի գործում։ Ստուգումների արդյունքները շատ լավ էին։ Լաբորատորիայի թեստի պատասխանները այստեղ են։ Տեսեք։ Մի րոպե տեսնեմ ամեն ինչ լավ է։ Փոխ պատվաստած 3 կամը ընտելացել է քո օրգանիզմին։ Եվ դու դեպի լավն ես գնում։ Ուրեմն նշանակում է, որ դու շատ լավ ես, պապիկ։ Տեսնում ես, տոնի ամեն ինչ հիանալի է, սիրելիս։ Փառք Աստծո։ Ճշմարտությունն է, որ դու բախտավոր մարդ ես, պապիկ, որովհետև ոչ բոլորն են նման վիրահատության դիմանում։ Հետաքրքիր է, երբևէ ինքդ քեզ հարցրել ես, թե ինչն է կյանքդ փրկել։ Ինչը Լեոն, ինչը սերն է ինձ ստիպում, որ ավելի ուժեղ ինձ զգամ ու ապրեմ։ Լսիր, ես կարող եմ կյանքս վայելել, կարող եմ դուրս գալ գնալ կինո, ապարելու։ Դե լավ, քեզ ինչ եղավ, տոնի, խելագարվել ես։ Այո, պապիկ, դու կարող ես անել այնինչ կամենաս, բայց հիշիր, որ պետք է զգույշ լինես։ Եվ հետո ավելի լավ է փակ վայրեր չգնաս, որովհետև շատ մարդ կա։ Լսեցիր Յոլանդա, ես արդեն նորմալ մարդ եմ, կարող եմ վայելել կյանքս, և հենց դա էլ ես և դու հենց հիմական ենք։ Հանկարծ սխալ բաներ չմտածես, լավ։ Ես այստեղ եմ եկել, որ Գոյիտային ուղեկցեմ, նա ցանկանում էր հանդիպել Մակոին, միայն դրա համար եմ եկել։ Մի անհանգստացիր, ես պատրանքներին չեմ տրվում։ Ես գիտեմ, որ սերը միայն ինձ է պատկանում։ Ինչ գեղեցիկ հավիք է, շատ գեղեցիկ է, այնպես չէ։ Քեզ պետք է ասեմ, թե ինչու եմ այստեղ եկել։ Լավ, Աուրելիո, ուզում էի քեզ ասել, որ կարծում եմ, որ Օվիդիոն գտել է Ալեքսանդրային։ Ինչ։ Իսկ որտեղ է նա։ Դու նրան տեսել ես, ինչպես։ Սպասիր, սկզբում մի հարցը, հետո մյուսը։ Բանն այն է, որ Օվիդիոն սովորականից տարօրինակ է պահում իրեն։ Դրանից հետո ես որոշեցի նրան հետևել։ Նա ինչ-որ կլինիկա, ավելի ճիշտ հոգեբուժարան էր գնացել։ Հետո երբ ես բժշկի սենյակ մտա, նա տեղում քարացավ, կարծես անդամալույց լիներ։ Այո, պարզ է, իսկ Օվիդիոն բացատրություն տվեց քեզ։ Հետո նա մի պատմություն հորինեց, թե իբր իր խանդի դեմ բուժման կուրսեր է անցնում, բայց դա բոլորովին էլ համոզիչ չէր, եւ նրան բուժող բժշկի դեմքն էլ ինձ ծանոթ չէր։ Այո, բայց դա կարող է արտասովորի պատճառով լինել։ Կամ էլ նրա մոտ էր ինձ նման ինչ-որ մեկը։ Վերցրու սա Յոլանդա, նա պետք է խմի այս դեղեր և բուժումը շարունակի, նաև սա վերցրու, սա կարգավորիչ է, լավ։ Այո, գերազանց է, 15 օրից պետք է նորից գա արյան թեստ հանձնելու համար, այնպես չէ։ Այո։ Շացրու Լեոն, ես արդեն հոգնեցի ուզում եմ գնալ։ Մի փոքր համբերություն ունեցիր, պապիկ, երևում է գոհ ես արդեն։ Ես երջանիկ եմ, որդիս, կյանքն ինձ հնարավորություն է տվել, ես պատրաստում եմ վայելել կյանքը, պատրաստում եմ ապրել և թողնել, որ մյուսներն էլ ապրեն։ Այո, իսկ դա ինչ է նշանակում, պապիկ։ Նախ ես մոռացության եմ տալու ամեն ինչ, նաև բանականին։ Պատրաստվում եմ կյանքը վայելել կնոջս հետ։ Արի գնանք Յոլանդա, գնանք։ Գնանք, սիրելիս։ Մենք երջանիկ ենք լինելու։ Իհարկե, սիրելիս։ Արի ինձ հետ, իսկ դու պետք է նույն բանն անես թորնիկս, եղավ, շարունակիր նույն ձևով, վարվիր ինձ նման, սիրահարվիր և մոռացիր աշխարհում ամեն ինչ, լավ։ Իհարկե, պապիկ, բարի ժամանց ձեզ։ Աստված օրհնի քեզ թորնիկս։ Շնորհակալ եմ։
Սիրահարվեմ։ Ես արդեն սիրահարված եմ։ Ուրեմն մենք պետք է այնտեղ գնանք, որքան հնարավոր է շուտ։ Իհարկե, ես պետք է իմ քերի Ֆակունդոյին հարցնեմ։ Նա հիանալի ոստիկան է եղել։ Նա է ինձ օգնում բացահայտել վանականի ինքնությունը։ Դե ես եկել էի քեզ այդ մասին պատմելու, քանի որ նա քո կինն է եւ դու իրավունք ունես իմանալ նրա մասին։ Այսքանն է, ուրիշ ոչինչ։ Ոչինչ ինձ չի հետաքրքրում։ Կներես ինձ, որ ցանցրացնում եմ քեզ վանականի մասին խոսելու։ Վանականի։ Ոչ, սիրելի Փեսա, ոչ, որովհետև դու իմ Փեսան ես։ Ես այդպես եմ քեզ դիմում, որ հանկարծ այստեղի մարդիկ չսկսեն ուրիշ բաներ մտածել։ Հասկանում ես։ Մի անհանգստացիր, Քենի։ Մեր միջև ոչինչ չի եղել։ Իսկ այստեղի մարդիկ ավելորդ ոչինչ չեն ասի։ Այնպես որ հանգիստ եղիր։ Իմ խիղճը մաքուր է, ու միայն դա է ինձ հետաքրքրում։ Այնպես որ մոռացիր ինձ։ Ես էլ քեզ եմ մոռանալու։ Ոչ, վերջացրու։ Մի անհանգստացիր այդ մասին, որովհետև ես արդեն երկար ժամանակ ինձ դադարել եմ մտածել քո մասին։ Ինչ էր քո անունը, Քենի։ Ուրախ եմ, որ այստեղ ես, Հայրիկ։ Մենք պետք է խոսենք, բայց հանգիստ եւ խաղաղ, առանց վիճելու, լավ։ Ես ոչ հանգիստ եմ, ոչ էլ խաղաղ, որովհետև չեմ ուզում այդպեսին լինել։ Շատ եմ ցավում։ Ուրեմն վերադարձի, երբ որ բարկացած չես լինի։ Առայժմ, Հայրիկ։ Պույսի հայացքով ինձ մի նայիր, անդաստի արագ եւ երեսառած տղա եւ ոչ էլ այդպես նստիր այդտեղ, ասես կարևոր մարդ ես։ Ես եւ դու պետք է խոսենք, Հայրիկ, ես պատրաստվում եմ երեխա ունենալ, որը քո թորնիկն է լինելու։ Որդի որ կարող է լինել իմը, թե մոռացել ես այդ պատմությունը եւ ուզում ես այն քեզ հիշեցնեմ։ Իհարկե։ Նա փոքրիկ երեխա էր, երբ ես գնացի այնտեղ, Հելենայի մահվան գործը հետախուսելու։ Լսիր, բայց նա շատ սիրունիկ է։ Այո։ Այսպիսի խոզի համար չափազանց լավիկն է։ Բայց ես ինչ եղավ։ Ես ես ոչ մի անգամ չեմ ասել, որ նա տգեղ է։ Քերի Ֆակունդո։ Հատիկին Անաստասիան։ Նա Ալեքսանդրայի մասին նորություն ունի ինձ հայտնելու։ Ինչ շատ պարզ եւ հստակ պատասխան էր։ Ինչպես ես հայտնաբերել այդ տեղը։ Հետևելով ամուսնու Սովիդիոին։ Իսկ հարցրել ես, թե ինչ է այնտեղ անում։ Այո, նա ինձ ասաց, որ բուժվում է։ Ինչու ես կասկածում, որ նա գտել է քրոջդ։ Դե որովհետև ես կարծում եմ, որ Օվիդիոն սիրահարված է քրոջս Ալեքսանդրային։ Կարծում ես։ Շատ կասկածելի պատասխան է։ Ասա ինձ։ Դու սիրում ես Աուրելիոյին։ Ինչ։ Ասում եմ, սիրում ես Աուրելիոյին։ Այո, թե ոչ։ Աստված իմ վերջ վկա այդ բարերի աղավաղումների, որով փորձում ես ինձ ստիպելված գալ։ Բայց դրանք ճշմարիտ են եւ համապատասխանում են իրականությանը։ Վիոլետան քոնը դառնալուց առաջինն էր, ուրեմն ինչու երեխան չէր կարող լինել իմը, ասա։ Ես քեզ հասկացա, Հայրիկ, կարիք չկա, որ դու շարունակես։ Կամ էլ նրա ունեցած բազմաթիվ սիրեկաներից մեկինը չէ, որ նա նրանց պակաս չի ունեցել։ Վերջ տուր, ինչպես կարող ես այդքան դաժան վարվել իմ հարազատ որդու հետ։ Անհայտ մեկի որդու հետ, որովհետև վիճակախաղի նման բան է իմանալ անպայական կնոջ որդու հոր անունը։ Դու պարտավոր չես այդ հարցին պատասխանել, Անաստասիա։ Եթե դու չպատասխանես այդ հարցին, կյանքում էլ ոչ մի հարցի չես պատասխանի։ Բայց Անաստասիան պարտավոր չէ պատասխանել, որովհետև Կարծես թե այս արտասովոր կինը լեզուն կուլ է տվել։ Հիմա քեզ եմ հարցնում, դու իսկապես սիրահարված ես այդ կնոջը։ Ես։ Իհարկե, Քերի։ Այդ կինն է իմ կյանքի շարժիչ ուժն է։
Հանուն նրա եմ ես ապրում։ Que me da vida, Նա ¿sabes? ինձ ուժ է տալիս պարզը։ Esa mujer que está ahí. Այդ կինը իմ երազանքն է։ De unos Ու domingos ես en mi երազում casa, եմ, որ նա իմ երեխան իր հետ վազվզի մեր տան բակում։ corriendo por el patio. Նա իմ անկեղծ Ilusión. Ստեփանու գեղեցիկ սիրողույսն է։ Esa mujer Այդ կինը քերի միակն է։ Ում հետ ես ապագայից հույսերն եմ կապում։ y la esperanza en mi vida. Էլի քեզ արմիկս։ Դե։ Հիմա դու պիտի պատասխանես տեկին։ Ասա ինձ, դու սիրում ես այս մարդուն։ Լավ իսկ։ Ինչի համար եք հարցնում։ Լրիր։ Ես եմ այստեղ հարցեր տալիս եւ գիտեմ թե ինչու։ Պատասխանիր, դու սիրում ես այս մարդուն, թե ոչ։ Ոչ։ Իսկ ինչու ենք եկել այստեղ տոնի չեմ հասկանում։ Մենք եկել ենք այստեղ ապրելու Յոլանդա։ Ես չեմ պատրաստվում կյանքի տված հնարավորությունն օգտագործել այդ խելագարների հետ կռվելով, ոչ մի դեպքում։ Ոչ, կանենք այն, ինչ ես ամենաշատն եմ սիրում։ Ավարկել։ Չես պատկերացնի, թե որքան երջանիկ եմ քեզ այդպես տեսնելով, սիրելիս։ Բավականին երկար ժամանակ է քեզ այդպես չեմ տեսել։ Ես կարող պատկերացնել, թե քանի գիշեր եմ արդուն անցկացրել մտածելով, որ դա լինելու է վերջին օրը։ Բայց ահա Աստված ինձ մեկ այլ հնարավորություն է տվել եւ ես պատրաստվում եմ օգտվել առիթից։ Բայց դու կարծում ես, որ մենք կարող ենք ապրել առանց որևէ այլ բանի մասին մտածելու։ Ոչ վանականի, ոչ ընտանիքիդ, ոչ երեխաներիդ, ոչ էլ ոսկերչական խանութի սիրելիս։ Այո, ես կարող եմ մոռանալ դրանց մասին, որովհետև ուզում եմ կյանքս քեզ հետ անցկացնել։ Ես քեզ ասացի, ես չեմ կարող չհիշել, որ սա մեկ այլ հնարավորություն է կյանքից։ Ես պետք է ոսկերչական խանութի մասին մտածեմ։ Վերջ դուր, այդ նրանք պետք է դրա մասին մտածեն։ Գնանք։ Բայց ախր ես անհանգստանում եմ Տեոբալդոյի համար պիա։ Այո, վերջերս ես նրան վրդոված ու բարկացած տեսա։ Այո, նա շատ է փոխվել։ Նա ոչինչ դուր չի գալիս։ Պատկերացնում ես, մենք Սանտիագոյի հետ ժողովի ենք եւ հետո նա ոչնչացրեց իմ մակետը, որովհետեւ բարկացած էր։ Չի կարող պատահել, բայց ինչու։ Որովհետեւ սկսեցին Սանտիագոյին գովանալ։ Բայց դու հոգեբան ես։ Դու պետք է խոսես նրա հետ, խնդրում եմ։ Ուրեմն ես կփորձեմ խոսել նրա հետ ակվիրեց, բայց խիստ կասկածում եմ, որ նա խոսի։ Նա բարկացած է։ Չգիտեմ, երևի։ Ներեցեք, տեսուչ Կուբիլանը դրսում է, նա Տիկին Յոլանդային է փնտրում։ Թող ներս գա։ Այո, թող ներս գա։ Ներս եկեք խնդրեմ։ Այո, բարև ձեզ։ Ողջույն, ինչպես եք տեսուչ։ Յոլանդան հայրիկի հետ բժշկի է գնացել, ինչ հաղորդենք։ Այո, կարող ենք ձեզ ինչ-որ հարցով օգնել տեսուչ։ Կարող է անհարմար թվալ, բայց ես հրաման եմ ստացել հարցաքննել Տիկին Յոլանդա Պազին։ Յոլանդային։ Բայց ինչու։ Որովհետև նրանք կասկածում են Վալենտինո Ալֆոնսոյի մահվան մեջ։ Դուք ինձ հիստերիկ եք անվանում։ Լսեք, գիտեք ինչ, ձեր տատիկն է հիստերիկը։ Այո, ձեր տատիկն է։ Հիստերիայի պորտկու, դա ավելին է, քան պարզապես հիստերիկ լինելը։ Լսիր, Տիկին, ցանկացած մարդ կարող է տեսնել, որ դու ուղղակի մեռնում ես այս մարդու համար։ Իհարկե սիրահարված ես, բայց իհարկե ես հասկանում եմ, որ դու ցավ ես ապրում խոստովաներով, որ սիրում ես նրա նմանին, որ քեզ ցավ է պատճառել։ Բայց քերը դու ինձ հետ ես թե իմ դեմ։ Իհարկե քեզ եմ պաշտպանում սիրելիս, քեզ հետ եմ։ Կվարժեցնեմ քեզ։ Եվ երբ այս երիտասարդը իսկական ոստիկան դառնա, ես քեզ նրա ետևից վազելիս կտեսնեմ։ Դու կսկսես հետևել, ուսել, խոստովանել նրան ամենտեղ։ Իսկ հիմա շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Դու ասացիր այն, ինչ ես ուզում էի լսել, իսկ հիմա կարող եք գնալ։ Դուրս, գնացեք։
Յուրաքանչյուրը կարող է տեսնել, որ դու ուղղակի մեռնում ես այդ մարդու համար։ Ոչ ոք իրավունք չունի ուրիշների զգացմունքների վրա ծիծաղել Ֆակունդոյի ներկայությամբ։ Մարզ եմ։ Այո, պարոն։ Այո, պարոն։ Այո։ Աստվածին, բայց ինչպես կարող եք ասել, որ Յոլանդային սպանության մեջ են կասկածում։ Դե լավ, հիշում եք, որ պարոն Տոնին, Յոլանդան եւ Վալենտինոն մի տարօրինակ հանդիպում էին ունեցել Հելենայի տանը։ Այո, իսկ հետո։ Դե հետո հենց այդ նույն օրը մի մարդու մարմին հայտնվեց Հելենայի տան պարտեզում։ Դա պարոն Վալենտինոյի մարմինն էր, որ դանակահարված էր։ Եվ ասելու եք, որ Յոլանդան է դա արել։ Ոչ, չեմ ասում, հենց Յոլանդան է մարդասպանել։ Ուղղակի այդ մարդուն հարվածած դանակի վրա Յոլանդայի մատնահետքերն են։ Ոչ դա անհնար է։ Անհնար է։ Յոլանդան երբեք նման բան չէր անի, չէր անի։ Պետք է որ տրամաբանական պատճառ լինի, եթե Յոլանդայի մատնահետքերն են այդ դանակի վրա։ Դուք պետք է բարձեք դա։ Այո։ Յոլանդան մարդասպան չէ։ Տոնի, չեմ կարող հավատալ, որ սա իրականություն է։ Կարծես երազում լինեմ սիրելիս։ Ոչ, տիկինս, ոչ, սա իրականություն է։ Ախ, Յոլանդա, Աստված ինձ հնարավորություն է տվել քեզ հետ երջանիկ լինել։ Ես այդպես էլ անելու եմ։ Հելենան քեզ շատ էր դժբախտացրել, չէ՞։ Այո, շատ։ Կախարդության ճանապարհով էլ նա այնպես էր արել, որ իրեն սիրահարվեմ։ Դա նույնպես դժբախտություն էր ինձ, որովհետև չնայած այն բանին, որ մենք ամուսնացած էինք, նա միշտ իրեն շրջապատում էր այլ տղամարդկանցով, ինչն էլ տեղիք էր տալիս կասկածների։ Պետք է որ դժվար լիներ ամբողջ ժամանակ ապրել կասկածների ու զայրույթի մեջ։ Muy duro. Ի վերջո սկսեցի ատել նրան և կասկածում էի, թե երեխաներս արդյոք իմն են Յոլանդա, թե ոչ։ Իսկ ինչու չէիր բաժանվում սիրելիս, այդպես ավելի խոհեմ կլիներ, չէ՞։ Ես փորձում էի, բայց Հելենան ուզում էր, որ ամեն ինչ իր մոտ մնար։ Ես ընդունեցի նրա պայմանները։ Առանձին սենյակ տվեցի նրան, հանգիստ կյանք։ Ես վախկոտ էի։ Ընդունում եմ, ես շատ վախկոտ էի և դա ինձ հրեշ դարձրեց և բոլորը որպես հրեշ են ընդունում ինձ հիմա։ Աղսերին։ Ասեք ընկերներ, իսկ հետո միանձնություն գնաց, իսկ մենք ինչ կարող ենք անել։ Շատ ծիծաղելի էր։ Շատ ծիծաղելի էր։ Թե չնկատեցիք, որ պապիկի ժպիտի ետևում ինչ որ բան է թաքնված։ Չնկատեցիք։ Շատ լավ։ Մի պահ մտածեք, ինչպես կզգայիք, եթե ձեր 9 ու 5 երեխաների մայրը այդպիսին է դուրս գար, հա։ Դա հեշտ բան չէ, ոչ։ Իհարկե։ Եվ հետո պարոն Տոնին այնքան հարազատ է մեզ, այնպես չէ։ Այո։ Ես կարող եմ պատկերացնել, որ տիկին Հելենան չի հետաքրքրվել նրա երազանքներով։ Հիմա ռոմանտիկայի գիրկը կընկնենք։ Որովհետև միգուցե այն քեզ էլ չի պատահել, չէ։ Բայց մի պահ պատկերացրեք, որ օրեցօր պարզում ես, որ այլևս չես ճանաչում այն մարդուն, ում սիրում ես։ Դե լավ, նա ընդունակ չէ նման բան պատկերացնելու։ Լավ, վերջ տանք։ Ուրեմն լսեք տղաներ, պարոն Տոնին կարող է ամեն ինչ պատկերացնել, բայց նա շատ է տառապել։ Նրանք ամուսնացած են եղել երկար տարիներ, իսկ դավաճանությունը շատ ցավ է պատճառում։ Պատկերացրեք որքան է այդ ամենի պատճառով տառապել։ Ես չեմ պատկերացնում, թե որքան մեծ է այդ ցավը, բայց գիտեմ, այն շատ ցավ է պատճառում, այնպես չէ։ Շատ լավ եղավ, դա քեզ հետ պատահեց բերանդ բացելու համար։ Քեզով խնդրեց գաս նրա ետևից։ Դե իհարկե, այնքան կարևոր երևելի մարդ է, որ չկարողացար չգալ ու չտեսնել նրան։ Խելքդ գլուխը թավակիր ուշքի արի։ Դու իրականում այդպեսին չես, որ տղամարդկանց ետևից ընկնես, չես կարող այդպես անել։ Անաստասիա։ Չի կարող պատահել։
Անաստասիա։ Պետք է թաքնվել։ Ոչ, այս մարդուն չպետք է տեսնի։ Անաստասիա։ Անաստասիա։ Հաճախորդը, որի հետ հանդիպում ունեմ այսօր, մի հանրահայտ միջազգային մոդել է։ Նաև շատ հարուստ է, նա համաշխարհային աստղ է համարվում։ Դուք պետք է նրան ապտակեք։ Եթե նա այդքան հայտնի աստղ է, ավելի լավ է ես նրան ապտակեմ Ռոմելա, որովհետև կողքից կինը բռի է եւ շատ հնարավոր է որ վախեցնի աստղին։ Դու կվախեցնես նրան, կարծես սևազգեստայրի լինես, հանիր այդ գլխարկդ եւ վաղը նորմալ մարդու պես հագնված կգաս հիմարի մեկը։ Դուր ինձ գլխարկս, դու չգիտես թե ինչ ասել է էլեգանտայրի լինել։ Ագրիպինան իրավացի է, Կոնստանսա, դու այդ գլխարկով սարսափելի տեսք ունես։ Ավելի լավ կանես հանես այն եւ վերջ տվեք վիճաբանելուն, որովհետեւ հաճախորդը ուր որ է կժամանի։ Խնդրում եմ ձեզ հարգարժան տիկնոջ պես պահեք։ Նայեք մազերիս։ Աշխատիր սխալ չգործես, որովհետեւ ես այստեղ հսկելու եմ քեզ։ Ողջույն։ Ահա եւ ես։ Ձեզանից ով է ինձ սպասարկելու։ Որևէ մեկը տեսել է նրան։ Որևէ մեկը մեղադրել է նրան։ Եթե ինչ որ մեկն ասել է, որ Յոլանդան պատասխանատու է դրա համար։ Այո, Բայց ով։ տիկին Կոնստանսա Բորովսկին։ Ինչպես թե։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորիմված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխ բարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել